Բարև ձեզ սիրելի հայրենագիցներ, ես Լիլիթ Նեմաղեկյան, հետաքննող այն լրագրողը, որ այս իշխանությունների կամքով կալանավորվեց մեկ ամսով, դեռևս մայիս ամսին, որովհետև իմ նկատմամբ կարվում են գործեր, որոնք ուղիղ կապ ունեն իմ լրագրողական գործունեության և հետաքննական նյութերի հետ, որոնցով ես բացահայտել եմ Շիրակի մարզի և Գյումրու կարկառուն կոռումպացված անձանց գործունեությունը։ Ուրեմն այսօր ժամը 15:20-ին ինձ մոտ աշխատասենյակ Գյումրու քաղաքապետարան երկու ոստիկաններ եկան և հանձնեցին ինձ ծանուցում, որ ես հրավիրված եմ այս տխրահամբավ կառույց քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավորվածության 10-րդ կայազորային քննչական բաժին, որովհետև իմ նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում և հարուցվել է հսկող դատախազ Հովհաննես Սաֆարյանի բուռն ցանկությամբ, թե ինչ հոդվածներ են, ինչ է ինձ հայտնի չէ, բայց հայտնի է մի բան, որ այս քրեական վարույթը իմ նկատմամբ 1825-225, որով որ ինձ տարան կալանքի, պետք է 3 ամիս անց, քանի որ ինքը վարույթ չէր նախաձեռնված իմ նկատմամբ, այդ գործը պետք է փակվեր, բայց պարզվում է փակվելու փոխարեն սրանք ինձ կանչել են նոր ավելի ծանրացնող հոդված տնելու ինձ վրա, թե ինչ եմ արել ես չգիտեմ, ինչ է նորից կարել Չիչոյանը, Աննա Վարդապետյանը, Զրբարդիչ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ես տեղյակ չեմ, տեղյակ եմ մի բան, որ Արթուր Պողոսյանի քննչական կոմիտեի նախագահին ես դադի եմ տվել և այս ամեն ինչը դրա adzանցիալներն են, դրա գործունեության, այսպես ներքին պատկավյորն է ասած ռուսերենով, adzանցիալ գործողություններն են իմ անձի դեմ, հերիք չէ տարան կալանքի հանիրավի, հիմա են նոր գործեր են կարում ու փոխանակ կրկնում եմ 3 ամիս անց իմ նկատմամբ կալանքից պիտի այդ գործը փակեին, փոխանակ փակած լինեին, մի բան էլ ծանրացնող հոդված են տրել, որպեսզի նորից այդ գործը վերաբացեն։ Սա սրանց ջիշովի, էժան, իրավաբանական տխմարության արգասիքն է, որ հիմա էլ այստեղ նորից ինձ կանչել են, ի դեպ ինձ զրկում են իմ նախընտրելի պաշտպան փաստաբան Զարուհի Փոստանջյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, որովհետև մի հատ ուրեմն բան փոքրիկ ծավալներով, բայց մեծ գլխով քննիչ կա Միքայել Ավետիսյան, այն գլխից հարյունոց դուբլ մեխը ծռած խփել է պատին, որ Փոստանջյանին զրկեն իմ իրավունքները պաշտպանելուց, որտեղ իբր վգա է եղել Փոստանջյանը ինչ-որ գործողության և հիմա այդ պրակտիկան շարունակվում է։ Գյումրիում հարգելի ժողովուրդ շարունակվում է ոստիկանական, քննիչար դատախազական ռեպրեսիվ մեխանիզմի աշխատանքը, ընդ որում անընդհատ յուղվում է ազգային ժողովում նոր հայտարարություններով, նոր սպառնալիքներով, դուք տեսաք, երեկ Գյումրու քաղաքապետին էին ուղիղ սպառնում և ինչ մագարտակով ովքեր էին սպառնում։ Հիմա հաջորդ իսկ օրը ինձ քաղաքապետարանի աշխատակցից արդեն իսկ և հետաքննող լրագրողից նկատմամբ նոր վարույթ են հարուցում, ինչի հիմքով իրենք էլ չեն կողմնորոշվում, ինչքան հասկանում եմ։ Հիմա մտնում ենք շենք, դուրս գալուց ևս ուրեմն եթեր կանենք, հասկանանք, թե այս անգամ ինչ են կարել ձևել դատախազություն կոչվող կառույցի խմբագում, ընդ որում թուրքական արտադրության գործեր են կարում, էլի, թուրքական Աննա Վարդապետյանը էլ բան ու գործ չունի, ու այս զինվորական դատախազությունը զբաղվում են ընձնով, իմ հարցերով, գործ կարելով, փոխանակ զբաղվեն զինակոչիկներով, զինապոճիկներով, որոնք որ փախալ են բանակից, ընկել են իմ հետևից։ Ես չգիտեմ ինչն է այդպես սիմպաթիզիրույթ, էլի իմ կերպարի մեջ, պես գայթակղվել են, որ անընդհատ կանչում են։ Հիմա մտնենք տեսնենք այդ ամեն ինչի վերաբերյալ։ Ինչ են ասում այստեղ։ Շնորհակալություն։